Հայաստանի Հանրապետության որպես այդպիսի, ասենք, կամպանիա մեր այդ ոչ մեկ պայմանագիր չի կնքել։ Այսինքն մենակ զուտ նրա համար, որ մենք համարվում ենք պիրատский երկիր։ Երկրի հեղինակությունը հետզհետե կբարձրանա։ Հոկտեմբերի 28-ից կիրառվելու է հսկիչ նշանների եւ դրոշմապիտակների միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած տիպի կրիչների պարտադիր դրոշմավորման մասին օրենքը։ Երկրի կառավարությունը հաստատել է հսկիչ նշանների ձևն ու արժեքը՝ 25 դրամ։ Ասել է, թե պիրատների վերջը մոտ է։ Այսօր ճիշտ ասած իմ համար շատ ուրախ օր է, երազանքի օրն է, որովհետև ես 10 տարի գիշեր-ցերեկ սրա համար պայքարել եմ, ինչ դուր ասես, ծեծել ենք։ Արդեն մեր հանրապետությունում պարտադիր է լինելու դրոշմավորված պիտակներով ցանկացած տիպի էլեկտրոնային կրիչների վրա ամրագրված ուրեմն ստեղծագործությունների իրացումը։ Մենք խնդրում ենք, աղաչում ենք, որ մեզ բերեն հարկային դաշտ ու ամեն ինչը օրինականացնեն։ Մասնագետներն ասում են, օրենքը կիրառվելու է հոկտեմբերի 28-ից, սակայն վաճառականներին հնարավորություն է տրված խանութում առկա չդրոշմավորված սկավառակները վաճառել մինչև 2013 թվականի ապրիլի 28-ը։ Քրեական պատասխանատվություն է սահմանված այն ընկերությունների նկատմամբ, որոնք կխախտեն օրենքը։ Կալանք եւ ազատազրկում է սահմանված խախտման համար։ 1 տարի ժամկետով կա որոշակի խախտումների համար, ավելի խոշոր խախտումների համար կա 2 տարի ժամկետ։ Հիմա արդեն շատերն են փորձում շահարկել, թե օրենքի կիրառումը նպաստելու է Հայաստանում տեսա եւ ձայնասկավառակների գների թանկացմանը։ Մասնագետները ներկայացնում են իրականությունը։ Գողացած մեքենան էլ է շատ էժան վաճառվում։ Ցանվել արտադրեց մի տեսակ, որը որ 700 դրամ էր։ 640 դրամ է, լոտարի։ Ուրեմն 700 դրամով վաճառվում է։ Հիմա ավելի լավ չէ օրինականով 700 դրամով վաճառվի, քան ասենք թե 700 դրամով կամ 1000 դրամով, բայց անօրինական։ Չնայած լավ ապրանքը միշտ էլ թանկարժ է, բայց մասնագետներն այս դեպքում բացառում են գնաճը եւ հավաստիացնում, հոկտեմբերի 28-ից կիրառվող օրենքը պաշտպանելու է հեղինակային իրավունքը, վերացնելու է ստվերը եւ բարձրացնելու է Հայաստանի միջազգային հեղինակությունը։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։